Յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, երբ դժվարություններն ու փորձությունները կարծես թե ստվերում են մեր կյանքի ուրախությունը եւ երջանկությունը։ Այդ պահերին մենք հաճախ չենք հասկանում ինչու է մեզ հետ լինում այս կամ այն երևույթը։ Հաճախ մեղադրում ենք Աստծուն, հաճախ մեղադրում ենք ինքներս մեզ։ Հիասթափության եւ ցավի մեջ մենք սկսում ենք փնտրտուքը, թե ինչ կարող է լինել պատճառը այս կամ այն կյանքի դժվարության։ Սակայն հենց այդ դժվարության մեջ հնչում է մեր մեծերի դարերով մաղված եւ ստուգված իմաստությունը։ Աստված սարին նայում է, ձյունը դնում։ Այս ժողովրդական արտահայտությունը հոգևոր արմատներով սերտորեն կապված է Պողոս առաքյալի Կորինթացիներին գրված առաջին նամակից, որը ասում է. Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա։ Այս հոգևոր օրենքի մեջ խորանալիս մենք բացահայտում ենք, որ կյանքի դժվարությունները ոչ թե պատահական հարվածներ են, այլ Աստծո կողմից մարդուն տրված բացառիկ վստահության նշան։ Աստված նայում է մեր պատրաստակամությանը, կշռում ու չափում է մեր ներքին ուժը։ Այդ երևույթը մենք տեսնում ենք Սուրբ Գրքի մեծագույն սրբերի կյանքում, ովքեր դարձան հավատքի անսասան լեռների պես։ Եվ իրենք հասան այդ սրբությանը հենց փորձությունների ժամանակ։ Օրինակ Աբրահամ նահապետը։ Աստված նայեց նրա հավատքի բարձրությանը եւ ուղարկեց ամենածանր փորձությունը, պահանջելով զոհաբերել սիրելի որդուն։ Դա անտանելի բեռ էր, բայց Տերը գիտեր Աբրահամի հոգու ամրությունը։ Այդ փորձությունը չկոտրեց նրան, այլ բարձրացրեց այնպիսի մի գագաթի, որտեղից նա դարձավ հավատացյալների հայրը։ Նման մի հոգևոր վեմ էր նաև Հովսեփը։ Նրա վրա փորձությունների ձյունը սկսեց տեղալ դեռ երիտասարդ տարիներից։ Եղբայրների դավաճանությամբ, բանտարկությամբ եւ անարդարություններով։ Մարդկայնորեն նա կարող էր հուսահատվել եւ մեղադրել Աստծուն, բայց Տերը գիտեր, որ այդ բոլոր դժվարությունները միայն կոփում են Հովսեփին։ Եվ նա դարձավ Եգիպտոսի կառավարիչ եւ ոչ միայն օգնեց իր սեփական ազգին, այլ սովից փրկեց հազարավոր մարդկանց դառնալով հավատքի հերոս։ Սակայն Տիրոջ կողմից ուղարկված այդ փորձությունները միայն մեր ուժը ստուգելու համար չեն։ Դրանք ունեն շատ ավելի բարձր եւ սրբազան նպատակ՝ մեր հոգու կատարելագործումը։ Պողոս առաքյալն ասում է. Աստծո կամքը ձեր սրբագործումն է։ Յուրաքանչյուր դժվարություն, որը մենք ընդունում ենք առանց տրտնջալու, դառնում է մի քայլ դեպի այդ սրբագործման եւ այդ կատարելագործման իրականացում։ Ինչպես լեռան գագաթի ձյունն է գարնանը կենսատու ջուր դառնում, այդպես էլ կյանքի փորձությունները զտում են մեր հոգին ավելորդություններից, հղկում են մեր բնավորությունը եւ մեզ դարձնում ավելի մոտ աստվածային պատկերին։ Աստված մեզ դժվարությունները տալիս, որպեսզի մենք աճենք։ Նա մեզ վստահում է, քանզի կամենում է, որ մենք լինենք ոչ թե պարզ արարած, ոչ թե սովորական մարդ, այլ սրբացված եւ կատարելագործված աստվածային պատկեր։ Այն ցավը կամ ծանրությունը, որ մենք հաճախ կրում ենք, կարող է դառնալ Աստծո ձեռքում գործիք մեր հոգու մեջ լավագույն արժեքները կերտելու համար։ Նա տեսնում է մեր ուժը, վստահում է մեր ընթացքին եւ առաջնորդում դեպի կատարելագործում։ Հենց այդ դժվարությունների եւ վայրիվերումների ժամանակ մենք իսկապես ձեռք ենք բերում հույս, ապավինություն Աստծուն։ Հենց այդ ժամանակ է, որ մենք կարողանում ենք մաքրագործվել եւ մոտենալ Տիրոջը։ Պողոս առաքյալը այդ առումով շատ ուսուցողական խոսք ունի։ Դերևս պարծենում ենք նաև մեր նեղությունների մեջ, որովհետև գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում։ Համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Հույսը երբեք չի ամաչացնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
ճանաչենք մեր լեզուն, բացահայտելու համար մեր ինքնությունը։